Առաքյալի հորդորը սուրբ ամուսնության զույգի մասին չէ, որոնք ի սկզբանե հասկացել են Տեր և հնազանդ լինելու իրենց պարտականությունների մասին։ Երբ ամուսինը կատարում է իր ամուսնական պարտականությունը, նույն ձևով և կինը իր ամուսնուն հանդեպ այս առումով Սուրբ Գիրքը ասում է, այլ ու կին մեկ մարմին է, ոչ թե երկու։ Ոչ ամուսինն իր մարմնի տերն է և ոչ էլ կինը, այլ մեկը մյուսի, քանի որ մեկ է, ոչ թե երկու։ Եթե մենք նայում ենք ամուսիններին երկու, սխալը սկսվում է այստեղից։ Եթե ամուսինները իրենց նայում են երկու, սխալը սկսվում է այստեղից։ Այնուհետև առաքյալը շատ մանրամասն խոսում է հավանաբար իրեն ուղղված հարցերի պատճառով և խորհուրդ է տալիս, որ ամուսինները միմյանց չզրկեն, այլ միայն այն դեպքում, երբ միասին են համաձայնության գալիս և հետո աղոթքով միաբանվում են, որպեսզի սատանան փորձության չենթարկի իրենց ընտանիքը։ Այս տեսակ հարցերը Պողոս առաքյալի համար շատ սովորական են և պարզ, քանի որ ինքը Պողոսը ամուրի էր, այսինքն չամուսնացած։ Շատ քիչ մարդիկ են իսկական ամուրի լինելու շնորհը և ունեն այդ շնորհը և արժանացել են այդ շնորհին, բայց առաքյալը խորհուրդ է տալիս ամուսիններին և այրիներին հատկապես նմանվել իրեն։ Իսկ ովքեր չեն կարող նմանվել իրեն, այսինքն չամուսնանան ամբողջ կյանքում, ժուժկալություն չունենալու պատճառով, ապա պիտի անպայման ամուսնանան։ Լավ է ամուսնանալ, քան կրքերի մեջ այրվել, ինչպես բնաբանում ասվեց։ Իսկ ամուսնացածներին Տիրոջ խոսքը հայտնում է այսպես. թող կինը ամուսնուց չբաժանվի, իսկ եթե բաժանվի, թող առանց ամուսին մնա, կամ նորից վերադառնա իր ամուսնու մոտ և հաշտվի նրա հետ։ Նույն խոսքը ամուսնուն է խորհուրդ տալիս, որ նա իր կնոջը չթողնի։ Սիրելի հավատացյալներ, Պողոս առաքյալը զորավոր խրատներ ունի նաև ամուսնական այլ պարագաներում։ Օրինակ, եթե մի տղամարդ անհավատ կին ունի և իրեն հաճելի է այդ կնոջ հետ ապրել, առաքյալը ասում է, թող ապրի։ Նույնը վերաբերվում է կնոջը։ Եթե իր ամուսինը անհավատ է և հաճելի է նրա հետ ապրել, թող ապրի, որովհետև անհավատ մարդը իր կնոջով սուրբ է, իսկ անհավատ կինը իր ամուսնով է սուրբ։ Եթե այսպես ապրեն, նրանց զավակներն էլ սուրբ են լինելու, այսինքն մաքուր։ Իսկ եթե անհավատը ուզում է բաժանվել իր կողակցից, թող բաժանվի, քանի որ այդպիսի դեպքում հարկադրանք չկա ոչ տղամարդու և ոչ էլ կնոջ համար։ Աստված մեզանից ուզում է, որ խաղաղություն ունենանք։ Աստված ուզում է, որ մեր ընտանիքները և առհասարակ տիրի խաղաղություն։ Պողոս առաքյալի այս նամակը ամենաշատ կարդացված նամակներից է, քանի որ դավաճանության և ամուսնական հարցերին վերաբերվող մտահոգությունները ամենաշատ քննարկվող թեմաներն են եղել մշտապես։ Չնայած Պողոս առաքյալի այսքան հասկանալի բացատրություններին, շատ հայ ընտանիքներում այս հարցը դեռևս չի գտել իր լուծումը։ Շնության մեղքի, զույգերի փոխվստահության և ինչու չէ նաև կողակցի անհավատարմության պատճառով։ Բայց եթե մենք ուշադրություն դարձնենք, Պողոս առաքյալը
Հավասարման նշան է դնում կնոջ և տղամարդու ամուսնական պարտականությունների և հավատարմության մեջ, չնայած որ հնում ավանդության համաձայն կինը շատ իրավունքներ չուներ, ամուսնուն հավասար իրավունքներ չուներ կինը։ Պողոս առաքյալը ցույց է տալիս, որ Հիսուս Քրիստոսի վարդապետությունը, իսկ մեր Տերը կնոջ իրավունքների վերականգնման համար նոր պատվիրան տվեց մեզ բոլորիս։ Այդ պատվիրանը Աստծո համար չկա սև, սպիտակ, Աստծո համար չկա կին, տղամարդ, Աստծո համար չկա բարձրահասակ, ցածրահասակ, բոլորդ հավասար եք Աստծո համար։ Սիրելի քույրեր և եղբայրներ, ամուսնական կյանքի մեջ առաջնային պիտի լինի Հիսուս Քրիստոս։ Եթե զույգը ապավինում է Աստծուն, ընտանեկան բոլոր խնդիրները լուծում կստանան Տիրոջ ողորմությամբ, բայց եթե կողակիցը անհավատ է, մյուսը պետք է համբերատար լինի և իր սիրով և խոնարհությամբ կարողանա անհավատարիմ իր կողակցին սատար լինի իսեր Քրիստոսի։ Եթե մեկը ամուրի է, չամուսնացած, չի ամուսնացել, նրա կյանքի մեջ Քրիստոսն է կարևոր, և հենց Քրիստոսով է, և որ Քրիստոսով կհաղթահարվի նրա կյանքում ամեն տեսակ դժվարություն։ Քրիստոս խաչվեց բոլորիս համար, բոլորս էլ պարտավոր ենք դառնալ, շրջվել դեպի Աստված և ապրել խաղաղության մեջ։ Պողոս առաքյալի խոսքով հավատացյալ կողակցի ու աղոթքի և հավատքի շնորհիվ անհավատ կողակիցը փրկություն է ստանում։ Ամուսնական կյանքի մասին խրատներ տալուց հետո առաքյալը խոսում է այլ կարևոր թեմաների մասին։ Նոր քրիստոնեական համարքներ են ձևավորվել և կարևորը ոչ թե արտաքին նշաններն են, այլ քրիստոնեությունը պահանջում է մարդու ներքին փոփոխություն և պատվիրանապահություն։ Յուրաքանչյուր ոք, ինչ կոչման մեջ որ կար, երբ կանչվեց դեպի Տերը, թող դրանում էլ մնա։ Օրինակ, եթե մեկը ծառա է, թող մնա ծառայության մեջ, հավատարիմ Քրիստոսին, իսկ եթե մեկը ազատ է, թող Քրիստոսին ծառա լինի։ Առաքյալի պահանջը պարզ է, քանի որ բոլոր մարդիկ մեծ գնով գնվեցին Քրիստոսի արյամբ և պատշաճ չէ մարդկանց ծառա լինել, այլ հավատարիմ ծառա լինել երկնավոր Տիրոջը։ Քրիստոս իրեն հավատացող յուրաքանչյուր քրիստոնյա մարդ ազատ է Աստծո համար, և Պողոսն էլ ասում է ամեն ոք մնա այն վիճակում, ինչում որ նա կա, քանի որ ասում է կապված ես կնոջ հետ, մի բաժանվիր, չես կապված, մի կապվիր, սակայն եթե ամուսնանաս, մեղք չես գործի, եթե կույսը ամուսնանա, մեղք չի գործի, բայց ամուսնացածները մարմնի նեղություններ են ունենալու, իսկ ես, ասում է Պողոսը, պիտի խնայեի ձեզ։ Առաքյալի այս խոսքերը մեկնաբանության կարիք չունեն, կարծում եմ, քանի որ ամեն ամուսնացած զույգ գոնե մեկ անգամ իր մտքի մեջ մտածել է, որ ավելի լավ է, որ չամուսնանայի, որովհետև ամուսնական կյանքը չափազանց պատասխանատու մի բան է, բայց այլ է չամուսնացածի կյանքը։ Այսինքն առաքյալը այստեղ շեշտը դնում է չամուսնանալու վրա, չնայած հայերի մոտ շատ կարևոր է ամուսնանալ և բազմազավակ լինել։ Առաքյալի բոլոր խրատների մեջ կարմիր թելի պես անցնում է հավատարմությունը Քրիստոսի նկատմամբ, քանի որ կյանքի ամեն իրավիճակի հետ նրա Պողոսի համար կյանքը Քրիստոսն է և անկարևոր է ամուսնությունը նրա համար անկարևոր է թլպատությունը, ծառա թե ազատ,
հարուստ թե աղքատ, կին թե տղամարդ, քանի որ ժամանակները մոտենում են ավարտին եւ այս աշխարհը ինչպես որ կա անցնելու է։ Տեսեք սիրելիներ, 2000 տարի առաջ Պողոս առաքյալը ասում էր աշխարհը անցնելու վրա է։ Եվ ճիշտ է նրա մտածումը, քանի որ ինքը ամեն օր սպասում է Հիսուս Քրիստոսին եւ ջանում էր ամեն օր պատրաստ լինել իր առաքելության մեջ։ Իսկ մենք տեսնում ենք Պողոսի եւ մյուս աշակերտների հոգացությունը իրենց առաքելության մեջ։ Այսօր մեզ համար ավելի հավանական է աշխարհի անցնելու ժամանակը, քանի որ մեր տեսած բոլոր նշանները համապատասխանում են Սուրբ գրային բոլոր ճշմարտությունների հետ։ Բայց ի տարբերություն առաքյալի եւ առաջի դարի քրիստոնյաների, մենք թեպետ զգում ենք նշաններ, բայց շատ անտարբեր ենք, անհոգ ենք, անփույթ ենք դարձել ազգովի, կարծես մեզ չի վերաբերվում, մեզանից հեռու մի բան է լինելու եւ մեզ չի վերաբերվում այս ամենը։ Պողոս առաքյալը առանց պնդելու հիմնավորում է իր ասածը հետևյալ կերպ։ Օրինակ, եթե մեկը ամուսնացած է, մեկը հոգ է տանում իր կնոջ մասին, իր երեխաներին խնամում եւ դաստիարակում է, իսկ նա ով ամուսնացած չէ, մտածում է, թե ինչպես հաճելի լինի Տեր Հիսուս Քրիստոսին։ Իսկ հետո ասում է, որ սա պարտադրանք չէ եւ ամեն ոք ազատ է իր որոշման մեջ ամուսնանալ թե ոչ։ Ամեն ինչ թող լինի պարկեշտությամբ, իսեր մեր Տեր Հիսուս Քրիստոսի։ Բոլոր դրսևորումներում առաքյալը մատնանշում եւ կարեւոր է համարում Հիսուս Քրիստոսով ապրելը, կլինի ամուսնացած թե ոչ։ Սակայն Պողոս առաքյալը նախապատվություն է տալիս կուսությանը եւ իր խրատն է տալիս այս մասին, բայց ոչ երբեք պարտադրելով, այլ սիրով ասելով։ Գլխավոր ասելիքը այս նամակի այն է, որ Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Մարմնի եւ արյան հաղորդակցության միջոցով չի կարող լինել անհամաձայնություն։ Ցանկացած հարց կարող է լուծում ստանալ Աստծո խոսքով, ցանկացած հարց եւ ոչ թե մարդկային տրամաբանությամբ։ Նույնը վերաբերվում է ինչպես եկեղեցու համայնքին, այնպես էլ ընտանեկան ընկերային հարաբերություններին։ Նպատակը ի վերջո Հիսուս Քրիստոսն է։ Սիրելիներ, շատ գեղեցիկ խրատներ ու հորդորներ կա առաքյալի այս նամակում, պիտի հորդորեմ նորից նայեք Առաջի Կորինթացիս 7-րդ գլուխ, որոնք դեռևս լուծված չեն այսօրվա ժամանակակից ընտանիքներում, ընկերային հարաբերություններում եւ ամենուր։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, իմաստություն խնդրենք Աստծուց, իմաստություն խնդրենք Տիրոջից, հավատարիմ լինելու, ինչում որ այսօր ամեն մեկս կանք, որ Աստված մեզ դրել է այդ գործի վրա, եւ հետևենք առաքյալի կարևորագույն պատգամներին, քանի որ ամեն բան մեզ արտոնված է, բայց ոչ ամեն բան մեզ օգտակար է։ Եկեք ավարտենք այսօրվա քարոզը մեր Տիրոջ ուղղված գեղեցիկ աղոթքով։ Մարդասեր Տեր, գիշեր թե ցերեկ, եւ ամեն ժամանակ աղաչում եմ քեզ եւ խնդրում քեզանից, լսիր մեզ Աստված, Փրկիչ մեր, լսիր մեր խնդրանքները, որպեսզի ունայն չլինի մեր ջանքերը, այլ ընդունիր դրանք որպես արդարության գործ եւ աստվածապաշտության պտուղ։ Տեր, ընդունիր մեր աղոթքները եւ երկրպագությունները քո ողորմությամբ, վարձատրիր մեզ առատությամբ, պահպանիր մեզ քո ամենազոր աջի հովանու ներքո,
զորացրու մեզ Տեր, Սուրբ Հոգուդ զորությամբ, պահիր մեզ աչքի բիբի պես եւ բարությունը ցույց տուր մեզ քո Սուրբ անվան գոհաբանությամբ եւ փառաբանության համար, որովհետեւ բոլոր արարածների մշտական փառաբանությունը բարձունքներում քո քեզ քո փառքի համար են Տեր, Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն